դուռը բաց է, ներս մտնենք։ Չէ, եկեք դուռը ծեցենք։ Մեզ տանը մարդ կլինի։ Ես որ դուռը բաց է, ոնց տանը մարդ չլինի։ Հայելի։ Բարև ձեզ։ Չհասկացա։ Դուք ինչ եք անում ստեղ։ Մենք եկել ենք Արփին տեսնենք։ Դուք եք մենակ ստեղ պակաս։ Արփին ստեղ չի, ընդհանրապես։ Գնացեք ստեղից, արագացրեք, շուտ։ Արփին տանը, հետաքրքիր է, բա՞ու։ Կամաց։ Կարող է Լուսիկ ծոծյան իմանա։ Հարցնենք։ Հիմա ուր ենք գնում։ Եկեղեցի։ Ճիշտ է։ Մամ, հետո կլինի գնանք կենդանաբանական այգի։ Դե, եթե Արփին ուզի կգնանք։ Հա, Արփի ջան, գնանք կենդանաբանական այգի։ Ինձ համար մեկ է։ Չէ, այդպես չեղավ։ Ես ուզում եմ, որ դու ասես։ Չէ, ես չգիտեմ։ Մաման ասում է, պետք է Արփին ասի։ Ինչ աղա Տիգրան։ Դե փոքր մարդն ասում է, որ գնանք կենդանաբանական այգի։ Այնտեղ ինքը ինձ շատ կարևոր բան պետք է ցույց տա։ Տիգրան։ Բայց ես չեմ ասում, փոքր մարդն է ասում։ Կանենք այնպես, ինչպես Արփին կասի։ Հա, Արփի, չես ուզում գնանք։ Չգնանք ոչ միտեղ։ Եկեղեցի։ Ըհը։ Բայց եկեղեցին ի՞նչ է։ Եկեղեցին Աստծո տունն է։ Մենք հիմա գնալու ենք Աստծո տուն։ Ըհը։ Հա։ Ու ես կտեսնեմ Աստծուն։ Չէ։ Դու չես տեսնի, բայց դու կզգաս նրան։ Հետո մոմ կվառես մամայիդ համար ու մամատ այդ լույսը կտեսնի։ Բայց կտեսնի։ Իհարկե կտեսնի։ Պապայիդ համար էլ կվառես, որ Աստված պապայիդ օգնի։ Կվառեմ։ Դե ձեռքդ տուր։ Բարև ձեզ։ Բարև։ Լուսիկ տոտա, կարող է Արփին տեսել ես։ Էս ինչ մի Արփի ցավ են կպել բոլորը։ Մենք ուզում ենք Արփին տեսնել։ Արփին ստեղ չի։ Բա ուր է։ Ոսկանյանի տանն է։ Դե գնացինք տղեկ։ Գնացեք։ Հիմա ինչ։ Այդ գժի տանն է։ Բայց այդ ոնց։ Ինչը ոնց, չլսեցիր։ Բայց այդ վտանգավոր չի։ Ինչի։ Չես հիշում, որ Լալա տոտան էր ասում, որ Տիգրանը ուզում է Արփին խեղդի։ Բայց այդ դեպքում խի Արփին գնում այնտեղ։ Կարող է զորով են տարել։ Հիմա ինչ անենք։ Գնանք Ոսկանյանի տուն։ Չէ, ես չեմ գալի։ Ինչի։ Դե ես չեմ գալի, դուք ուզում եք գնացեք։ Մամ, բայց ես ուզում եի, որ ավտոբուսով գնանք։ Տիգրան ջան, այս շոքին ինչ ավտոբուս։ Ժամերով հիմա էլ պիտի ավտոբուս սպասենք։ Հիմա կնստենք ու կտեսնենք ոնց է մեր գյուղը, ծառերը, սարերը, ամեն ինչ մնում հետևում։ Տենց էլ անհաջողությունն ու ցավն է մնում հետևում։ Տիգրան։ Մամա,
Ցույց կտաս։ Հա, մամա, ցույց կտամ։ Արփի։ Այնայ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք երևի Ես Լալայի քույրն եմ։ ցավակցում եմ։ Շնորհակալ եմ։ Ճիշտ ասած ես եկել եմ երեխային տեսնեմ։ Արփին։ Արփին։ Նա տանը չի։ Տանը չի։ Չէ, տանը չի։ Իսկ ասեք թե որտեղ է։ Չգիտեմ։ Ձեր քույրը մահացել է ու դուք չգիտեք թե որտեղ է նրա անչափահաս երեխան։ Իմ քույրը չի մահացել։ Նրան սպանել են, պարոն քննիչ։ Բոլոր դեպքերում ձեր առաջին կարևոր գործը պետք է լիներ երեխայի կողքին լինելը։ Ես հիմա ավելի կարևոր գործով եմ զբաղված։ Կարևոր գործ։ Այո։ Իսկ ասեք թե ինչ գործով։ Ես քրոջս աղացն եմ փորձում պահպանեմ։ Թե չէ ամբողջ գյուղը կլծվի, հենց դիակը բերեցին, ու Աստված գիտի թե ինչ կմնա տնից։ Հասկանում եք։ Ճիշտ ասած ես ձեզ չեմ հասկանում։ Ու պիտի խնդրեմ, որ տունն ազատեք։ Այստեղ գտնվելու իրավունք չունեք։ Իրավունք չունեմ։ Ոչ, չունեք։ Այ քեզ բան, այս իմ քրոջ տունն է, ես տեղ մեծ իրավունքներ ունեմ։ Տանտերը Վահան Կիրակոսյանը ձերբակալված է։ Իսկ տանտիրուհին մահացել է։ Հետևաբար ոչ դուք, ոչ էլ որևիցե մեկը այս տանը գտնվելու իրավունք չունի։ Խնդրում եմ ազատեք։ Ինչ։ Ազատեք, խնդրում եմ տունը։ Բայց ես չեմ կարա, ես այս ամեն ինչը պիտի պահպանեմ, որ վաղը միսօր Արփին մեծանա ու չասի, բա մորս եղածին ինչի տեր չես կանգնել, խես քամուն տվել։ Պատկերացրեք, որ Արփին մեծանա, նրան այս ամենը չի հուզի։ Իսկ ինչ վերաբերվում է աղջկան, նրան այս պահին ավելի շատ հոգատարություն է պետք, ոչ թե ափսե, գթալ կամ որևիցե մի իր։ Միգուցե օգնեք գտնել աղջկան։ Ինչ ես նայում։ Նայում եմ այս ճանապարհը, որ գնում չի վերջանում։ Վերջանում։ Գիտես, Հայաստանը առաջ ծովից ծով ա եղել ու շատ մեծ ու հզոր ա եղել։ Բա դու որտեղից գիտես։ Դե կարդացել եմ, եթե ուզում ես կպատմեմ։ Հայոց թագավորներից Տիգրանը ամենաքաջն ա եղել, ամենահզորը։ Ինքը հույներին գրավել ա ու ընդարձակել ա Հայաստանը։ Հայոց ազգը դարձել ա օտարների վրա գերիշխողն ու հարկապահանջը։ Բա գերիշխողն ի՞նչ ա։ Դե որ իրեն բոլորը ենթարկվում են ու իրեն հարկ են տալիս։ Բա հարկն ի՞նչ ա։ Դե ես չգիտեմ։ Բա ասում է իր հարկ են տալիս։ Դե միտեղ գրած է հարկը ցորենն ա, միտեղ ոսկի։ Դե ես տենց կոնկրետ չգիտեմ։ Կարդամ կասեմ քեզ, հա։ Բա հետո Տիգրանը լիացնում է հայոց աշխարհը ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով։ Ինքը լիություն ու շենություն է բերում հայոց աշխարհին։ Ինչ լավ թագավոր ա եղել։ Հա, շատ լավ թագավոր ա եղել։ Ու գիտես, հիմա մամաս Տիգրանի պատվին ա դրել։ Ես էլ եմ Տիգրանի նման ամենակաջը, ամենահզորը լինելու։ Դու։ Ես։
Սրբոյի մայրիկ։ Վայ Մանե ջան եկար։ Դասդ ինչպես անցավ։ Լավ, այնքան բան ունեմ գրելու։ Դե ուրեմն հիմա մի բան կուտես, քանի երեխան քնած է, կնստես կգրես։ Չէ, չեմ ուզում։ Գիշերը լավ չեմ քնել, ինձ լավ չեմ զգում։ Գնամ գոնե մի ժամ քնեմ։ Հետո դու ինձ կարդացնես, լավ։ Արթնանամ, որ հասցնեմ գրեմ ու այսօր շուտ պիտի գնամ աշխատանքի։ Ինչու՞։ Դա այսօր մեզ մոտ հարսանիք ա, չէ։ Հավայ, լրի մոռացել էի։ Այնպես որ մի ժամ քնեմ լրի ֆերիկա։ Չէ, Մանե ջան, այ այդպես արդեն չի լինի։ Դու քեզ հարկավոր է ուրիշ աշխատանք ճարես, թե չէ հյուծվում ես, աղջիկ ջան, չի կարելի այդպես։ Տես ես արդեն շարքից դուրս եմ եկել։ Ոսկորների ցավից չեմ կարողանում հանգստանալ։ Ոչինչ, քիչ մնաց։ Համալսարանս կավարտեմ ու դիպլոմով աշխատանքի կանցնեմ։ Եվ հետո այս աշխատանքը ինձ ձեռ է տալիս, դասերից չի խանգարում։ Մանե ջան, վաղը մի սորը կզղջաս, աղջիկ ջան։ Ինչ արած։ Էսա։ Ինչի ես ուրիշ ճարուն, է։ Չէ, բալես, չունես։ Լավ, ես գնամ քնեմ, ինձ կհանես Սրբոյի մայրիկը։ Չխղճաս, խնդրում եմ, թե չէ չեմ հասցնի գրեմ։ Լավ, կհանեմ աղջիկ ջան։ Ես գնացի։ Այ, Մանե։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Մանեին։ Հա։ Իսկ դուք ով եք։ Ես Մանեի հայրը։ Ով։ Մանեի հայրը։ Հա։ Ուրեմն Մանեն հայր ունի, հա։ Ես միջև հիմա կարծել եմ, որ Մանեի հայրը մահացած է։ Եվ հիմա ես ինձ շատ վատ եմ զգում հանգուցյալի հետ խոսելիս։ Ես հանգուցյալ չեմ։ Ես այդպես չէի ասի։ Ուղղակի զարմանում եմ, ինչպես է, որ հիշել եք Մանեին։ Տիկին ջան, վրա մի տվեք, ավելի լավ է Մանեին կանչեք։ Ես Մանեին չեմ կանչի։ Ինչի։ Դուք ով եք։ Ես քո խիղճն եմ։ Դու գիտես։ Դու տեղյակ ես, որ քո աղջիկը, հղի աղջիկդ օրերով դրսում փողոցում է քնել։ Դու տեղյակ ես, որ դու արդեն 2 տարեկան թոռ ունես։ Դու տեղյակ ես, որ քո աղջիկը ռեստորաններում ափսեներ է լվանում։ Դու տեղյակ ես, որ քո աղջիկը գիշերներով աշխատում է եւ առանց հանգստանալու, առանց քնելու գնում է դասը եւ դրա հետ միասին գերազանցիկ է, որ երեխայի հոգս է տանում։ Դու ինչ գիտես։ Դու ինչից ես տեղյակ։ Դու ինչ մարդ ես։ Դու ինչ հայր ես։ Ես եկել եմ Մանեի հետ խոսելու։ Մանեն։ Հենց նոր պարկեց։ 45 րոպեից հետո նա պետք է վեր գնա, պարապի և ամբողջ գիշեր աշխատելու է։ Այնպես, որ Մանեի ժամանակը շատ սուղ է քեզ նմանին վրա վատնելու համար։ Չէ, անհոգի մարդը չի կարող լաց լինել։ Գնա այստեղից։ Ախր ես… Վերջ, ես Մանեին կասեմ, որ դու եկել ես։ Եթե նա ուզեց տեսնել քեզ, նա տան ճանապարհը գիտի։ Կներեք մայրիկ ջան, սա Ոսկանյան Մանենս տունն է։
Այո, Ոսկանյան Մանեից տունն է։ Իսկ տանտերը տանն է։ Տանը չի տղաս, ինչ ես հարցնում։ Վահան Կիրակոսյանի աղջիկը Արփին էստեղ է։ Արփին։ Մայրիկ ջան, ես տեղեկացված եմ, որ Արփին այս տանն է։ Ճիշտ եք տեղեկացել, տղա ջան, բայց հիմա նրանք տանը չեն, Մանեն նրանց Երևան է տարել։ Երևան։ Հա, տարավ երեխեքին ման տալու, որ Արփին ծրվի։ Բարձ է, իսկ երբ կգան։ Մինչև երեկո անպայման կգան, տղաս, անպայման։ Շատ լավ։ Ուրեմն ես երեկոյան կգամ, լավ։ Մի րոպե տղաս։ Լսում եմ, մայրիկ ջան։ Արփինը չի ակես պետ տղա։ Մայրիկ ջան, թույլ տվեք ձեր հարցին չպատասխանել։ Բայց տղա, ես երեկոյան կգամ, լավ։ Արփի էլի տխրեցիր։ Չէ, ուղղակի աչքիս մամա զերևաց։ Դե որ երևացել է, ուրեմն քո մաման ստեղ է։ Բայց ո՞նց է ստեղ։ Դե որ տեսել ես, դրա համար եմ ասում։ Երիքա վրես ծիծաղս։ Տիգրան, էդ ինչ ես անում։ Դե պուճուր մարդը ինձ ասում է փոքրիկ փիլիսոփա։ Լավ, ոչ մի բան։ Տիգրան, էլ չեմ ուզում Երևան գամ, ուզում եմ գնամ մեր տուն, մամայիս ու պապայիս եմ ուզում։ Դե եթե ուզում ես, մամային հարցրու կգնանք։ Բայց ախր ամաչում է։ Ամաչում ես, ինչի։ Դե որովհետև սկզբից ուզում էի գա, իսկ հիմա չեմ ուզում։ Դե լավ, եթե ուզում ես, ես կասեմ։ Մամ։ Չես ասում։ Թե մաման քնած է։ Չէ, անհոգի մարդը չի կարող լացնել։
Խեղճս Արուն էլ է մնացել։ Ոնց կարող է Արուն լինի հոգի չունեցող մարդու մեջ։ Մանե ես ինչ արեցի։ Ինչ արեցի, ինչ, ոնց թույլ տվի, որ տնից հեռանայիր։ Ինչի կողքիդ չեղա, ինչի չօգնեցի քեզ։ Ախր ես պարտավոր էի քեզ օգնել, պարտավոր էի։ Ներիր ինձ, եթե կարող ես։ Մանե։ Ասա։ Մենք պիտի խոսենք։ Հիմա։ Հա, հիմա, հենց հիմա։ Արս, ես հիմա ստուգարքի եմ, հիմա ես չեմ ուզում ուշանալ։ Մանե։ Արս, եթե կարևոր չի, թող մնա, հետո կասես, լավ։ Կարևոր է, Մանե։ Ինչ է եղել։ Ես եկել եմ քեզ տանեմ։ Ուր։ Ձեր տուն։ Մեր տուն։ Մանե, հարցեր մի տուր, հա, ես քեզ եկել եմ տանեմ ձեր տուն։ Արս, ասա, ինչ է եղել։ Մանե, պապատ։ Պապաս։ Չէ, Արս։ Սուտ է։ Սուտ է։ Արի գնանք, հա, արի։ Մամ, հասանք։ Արփի ջան։ Չես ուզում իջնենք։ Չէ, ես ուզում եմ տուն գնալ։ Արփի, էլ չսկսես։ Գիտես, հիմա մենք ուր ենք գնալու։ Ուր։ Եկեղեցի ենք, չէ՞ գնալու, մամ։ Ուր որ ուզեք։ Դե գնացինք։ Իջանք։
Ման, պապանուրը։ Մամ, ինչ ա եղել, պապանուրը։ Հասար ուզածիդ։ Մամ, հարց եմ տալիս, պապանուրա։ Կախվել է։ Տեսար ինչ արեցիր։ Դու ես մեղավոր։ Դու ես մեղավոր։ Դու։ Լացես չլացես, միևնույն է, ոչինչ չես կարող փոխել։ Գնա այստեղից։ Գնա։ Գնա ասում եմ։ Գնա այստեղից։ Գնա։ Մերցնում ենք հպարտությունը և ապրեցնում խոնարհությունը։ Մերցնում ենք նախանձն ու ատելությունը և ապրեցնում սերը։ Մերցնում ենք բարկությունը ու ապրեցնում հաշտությունը։ Մերցնում ենք խռովությունն ու ապրեցնում խաղաղությունը։ Մերցնում ենք ագահությունը ու ապրեցնում ողորմածությունը։ Մերցնում ենք որ գրամոլությունը ու ապրեցնում պակեշտությունը։ Տիգրան, էդ ինչ ես ասում։ Դե Աստծո պատվիրաններն եմ կրկնում։ Պուչուր մարդը ասեց, ես էլ ասեցի։ Գնացինք։ Այս մամերիկը վարես ու կխնդրես Աստված պապիկին, որ մամայի օգուն հանգստություն տա։ Իսկ ես գնացի։ Մամե։ Ես եմ մեղավոր։ Իմ պատճառով է պապաս մահացել։ Տենց բան չկա։ Կա, չլսեցիր մամաս ինչ ասեց։ Չէ, մանե, չէ։ Ես չպիտի տնից գնալ։ Չպիտի գնալ տնից։ Մանե, դու մեղավոր չես։ Պապան ինքը իրան էր մեղադրում։ Մանե, դու ինձ հավատում ես։ Հավատում։ Հավատում ես։ Պապատ ինքը իրան էր մեղադրում։ Մի քանի օր առաջ ես իրան տեսա փողոցում, հոգնած, խմած, օղոշիշը ձեռքին խմելով գնում էր։ Մոտեց ասեցի, ինչ եք անում։ Ու գիտես ինչ ասեց։ Ինչ։ Ասեց ծնողը իր երեխայի կողքին պետք է լինի։ Իսկ ես ամեն բարդ ու ամենածանր ժամանակ իր կողքին չէի։ Հիմա էլ իր կողքին չեմ։ Ես խիղճից եմ խմում։ Խմում եմ, որ ինքս ինձնից չզզվեմ, հասկանում ես։ Մի ասա, ոչ մի բան, խնդրում եմ, էլ ավել ինձ մի տանջի։ Երդվում եմ, բառացի ասում եմ, մեն ինչ որ պապատը ասել։ Ես չպիտի գնայի տնից։ Հավատա ինձ, դու մեղավոր չես։ Մենք ենք մեղավոր։ Ու ես էլ եմ մեղավոր։ Ոչինչ մի ասա։ Մանե, ես շատ եմ մեղավոր։ Ու ես զղջում եմ այդ ամենի համար։ Ու եթե թույլ տաս, ես կուղեմ իմ սխալը։ Դու նշանված ես Արսեն։ Ու
քո միակ գործը գարանի երջանկացնել։ Մանե։ Պապ ջան, ես քեզ ներել եմ։ Ուզում եմ, որ հոգիդ խաղաղվի։ Հայր մեր օրերքինս ես։ Սուրբ եղեցի անուն քո, եկեց հարկայություն քո, եղեցին կամ քո, որպես երկինս և երկրի, սած մեր անապասոր տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտապանած, և մի տանիս մեզի փորձություն, այլ պրկեաս մեզի չարը, թիքոյ հարկայություն և զորություն և պարկ Հաստյան Սավիտենիս, ամեն։ Մամ ջան, դու տեսնում ես այս լույսը։ Եկեղեցում կամաց են խոսում, արի հայրներն ասենք։ Հայր մեր, որ երկինս ես, Էй, սենց բան ոնց կլինի։ Ինչ ա եղել։ Ինչ պետք է լի Սահակի տղան գժվել է եկել ասմապտի Վահանին սպանեն։ Դե Վահանը իրնեք կտա որ մեռներ։ Ասում են հազիվ են հանգստացրել։ Հանգստացնելը որն է։ Ես նրան լավ էլ ճանաչում եմ, որ մտքին դրեց հաստատ կանի։ Որ տեղով կրակել դառնա Վահանին չի կարա սպանի։ Ինչ ես խոսում։ Հիմա որ չսպանեց, բանդից որ դուս եկավ կսպանի։ Ճիշտ ես, ճիշտ Հաչիկ ջան, Սահակի տղան ես խոստովողը չի։ Աստված կարոտ պահի։ Ոնց տեսնում եմ մեր գյուղի գլխին սև ամպեր են կուտակվել ու չեն ուզում ցրվել։ Սահակ, ես ինչ արեցիր։ Ոսկանյան։ Արփի ջան, ասա։ Ես ուզում եմ տուն գնալ։ Չես ուզում կենթանաբանական այգի գնանք։ Չէ, տուն եմ ուզում։ Դե լավ, հենց հիմա հետ ենք գնում, հա? Բարի Վարուժ ջան։ Բարի Վարիկնար ջան։ Էն երեխեն ուրա։ Ինչ երեխա։ Վահանի աղջիկը։ Տանը չի։ Ես էլ մի քիչ ծիրան էի բերել։ Լավ է տանեմ կոտի։ Լավ է սարել, ես կտամ, բայց տանը չի։ Մանեն երեխեքին քաղաք է տարել։ Լավ արել։ Պատմուշ։ Էն գյուղապետի տղերքն եկել են։ Ասել եմ։ Խեղճերը գործերը թողել են։ Եկ։ Վարիկնար ջան։ Այստեղ միայն մի խեղճ կա։ Արփին երեխա։ Այդ երեխեն շատ ամեղ կզգալի։ Ինչ ա լինելու այդ երեխի հետ։ Ինչ է լինում որբու անտեր երեխեքի հետ։ Էն էլ նրա հետ կանի։ Ալու ջան, բայց անելու բաներ։ Մի ասա։ Երկու օրը տեղը չեն գտնում։ Ուղեղիցս Վահանը դուր չի գալիս։ Այդ ոչ անելու բաներ, ոչ էլ ասելու։ Վարիկնար ջան։ Լավ Արուժ ջան, ես գնամ, լճաշ էլ չեմ պատրաստել։ Նորիկը դաշտից կգանես կգոռա, ծնվելս էլ կմոռանամ։ Գնա, Վարիկնար ջան, գնա։ Շնորհակալ եմ։ Արփի։ Մամ ջան։ Բարև ձեզ։ Սահակյան ջան, մանկատնից մարդ ա եկել Վահանի աղջկա հետևից, ուզում են տանեն քաղաք։ Ինչ։ Դե գյուղապետը չկա, մեր մեջի խելացի մարդը դու ես, տես ինչ ես անում։
այդ օրին էլ հասանք։ Տեսա՞ր։